եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, համեցեք, որ թեմայից եք ուզում ձեր խոսքը սկսել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Կուզեմ խոսել քաղբանտարկյալների այսօր ապօրինի ձերբակալված մեր հայրենակիցների, մեր ընկերների, մեր եղբայրների, մեր քույրերի մասին, ինչը որ գնալով ավելի սաստկանում է եւ իրավիճակի հետ կապված այն ավելի ընդլայնվելու է։ Ընդհանրապես, եթե պատմության մեր էջերը թերթում ենք, մի վատ խասյաթ ունենք մենք։ Միշտ մտածում ենք, որ վտանգը, աղետը մեր կողքով է անցնելու կամ մենք կարողանալու ենք մեր շնորհքով, մեր նվերներով, ընծաներով մեր իշխանությունը կամ մեր գավառը, մեր մարզը, մեր սատրապությունը կարողանալու ենք փրկել։ Բայց այդ ամենից մենք այդպես էլ դասեր չքաղեցինք, որ թշնամին միշտ ետ է վերադառնում եւ ավելի խիստ պատժում է դավաճաններին, քանի որ իրենք հասկանում են, որ այդ դավաճանը իրենց էլ է դավաճանելու եւ նա ընդհանրապես իրենց մոտ տեղ չունի։ Շատ ավելի մեծ հարգանք են ունեցել այն երևելիները, իշխանավորները, ովքեր արժանապատիվ են իրենց դրսևորել, քան նրանք, ովքեր դավաճանել են։ Այդպես պատմության ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել։ Հիմա տեսարանները անպակաս լինելու համար քանդում են չհրկիզվող պահարանում այն պապկաները, որոնք որ իրենց մեջ քրեական գործեր են պարունակում։ Վերջերս մենք բոլորս ականատես եղանք, որ ձերբակալվել է Արգամ Աբրամյանը, բայց ավելի շատ խոսում էին Ծառուկյանի մասին, քան բուն դեպքի կամ երևույթի, պրոցեսի։ Իդեպ ամենազավեշտը եւ ծիծաղալն նա է, որ ասում են սպանություն կատարող անձը տանը նստած, միրգը սեղանին, պուլտը ձեռքին, դատավարության, դատաքննության մեջ է գտնվում, չխախտելով անմեղության կանխավարկածը, ամեն դեպքում այս փաստը արդեն իսկ բավական է, որ վարույթ իրականացնող մարմինը համոզված չէ այդ սպանությունը, այդ դեպքը կատարող անձի վերաբերյալ։ Որտեղ պետք է լիներ մարդասպանը։ Մենք բոլորս գիտենք այդ տեղը որտեղ է լինում, բայց ոչ տանը։ Բայց ավելի շատ դեպքից խոսվեց Ծառուկյանի, ավետարանչական եկեղեցին ներկայացվեց աղանդավորական կազմակերպություն, սա եւս անգրագիտության, տգիտության նշաններ են, երբ իրականում գոյություն ունեն, այո, աշխարհում բազմաթիվ տասնյակներով, հարյուրներով աղանդավորական կազմակերպություն, բայց դա չի վերաբերվում ավետարանչական եկեղեցու։ Ինչևէ, դաժան է իշխանությունների իջեցված պատվերի այդ բումը, այդ աղմուկը բարձր պահելու
նշաձողը, քանի որ հարվածը իրոք շատ ծանր էր, ամբողջ կյանքում ընտրակեղծիքների դեմ մարտնչող մարտիկը Զիբիլիքսի գործը 18 թվականին 11 գրեթե մեծամասնությունը այդ 11-ի ընդհանրապես ապօրինի կերպով դատապարտվեցին զուտ մի բանի համար, մի բան անենք, բերանը փակենք Նիկոլի։ Մարդկանց վրա դատվածություններ կարեցին, ամեն մեկին մի ձևով, փորձելով, համոզելով, խնդրելով, չգիտեմ, շահագրգռելով երևի, բայց հիմքում Նիկոլի բերանը փակելն էր, Զիբիլիքսի գործ, բայց ինքը այդ գրասենյակը որտեղ որ մտել է, այդ մարդկանց հետ հրաշալի հարաբերությունների մեջ է, շփումների մեջ է, քննարկումների մեջ է լինում, գործարարների հետ հանդիպելուց հրավիրում է, լավ եք անում, խնդիր չէ, աշխատեք միասին, բայց մարդկանց ինչու դատեցիք և դատվածություն թողեցիք իրենց վրա։ Հիմա գալու է հաջորդ իշխանությունը, որը տարի ու կես կա ժամանակահատված մենք այդ ամենը կտեսնենք և նորից նոր դատաքննություններ է լինելու, չէ որ այդ մարդիկ գալու են և բողոքելու են, որ այդ ապօրինի դատվածությունները հանեն իրենց վրայից։ Եվ հիմա նույնը Ծառուկյանին նա պատժել է, քանի որ ընտրակեղծիքների դեմ պայքարող ազատ արդար ընտրությունների ազատամարտիկ ամբողջ կյանքը լաչառություն արած Նիկոլը, մենք իրավունք ունենք արդեն օգոստոսի 2-ից հետո իրեն անվանենք Թազա Նիկոլ։ Հինը կիսատ պրատ համընկնում մեր վարչապետ լինելու այդ կարգավիճակին, չնայած բացարձակ նույն կեղծիքներով, նույնանման կեղծիքներով է եղել, բայց դա ոչ 2026-ը, 2026-ից հետո Հայաստանում իշխանությունները լեգիտիմ չեն։ Պարլամենտը լեգիտիմ չի, Երևան քաղաքը լեգիտիմ չի, բայց բոլորը իշխանության են, իշխանությունը իր տեղն է, ընդդիմադիրները ինչու չէ իրենց տեղում են, այդպես էլ ապրում են, գնում ենք առաջ։ Եվ այս հարվածը ինչ-որ Գագիկ Ծառուկյանը տեղից չտալով, չհամաձայնվելով, քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործընկեր լինելու առաջարկությունից պարլամենտում նա ենթարկվում է ամենակեղտոտ ձևերով և մեթոդներով ռեպրեսիաների։ Մենք պետք է ցանկանանք մեր եղբորը առողջություն, ոգու տոկունություն, սա էլ կանցնի կգնա։ Հրեաների շատ հայտնի թագավորներից Սողոմոնին, երբ նա իմաստուններից մեկին ասաց, որ ամեն ինչ ունեմ, բայց չգիտեմ էլ ինչ եմ ուզում։ Մի բան ինձ տուր, որ ես հիշեմ, որ մահկանացու եմ, չկտրվեմ իրականությունից, ոսկե մատանի տվեց և ներսում փորագրված էր, սա էլ կանցնի կգնա։ Երկար ժամանակ Սողոմոնը միշտ մատանուն նայելով ինքը ինքնատիրապետումը իր
տեղներ բերում, գիտակցում էր, որ մահկանացու է, եւ մի օր մի պորտկման ժամանակ, մի շատ նյարդային վիճակով, դեպրեսիայի մեջ, նա ուզում է այդ մատանին հանել եւ շպրտել, քանի որ նաեւ կորցրել էր իր շատ սիրելի կնոջը, պատահաբար աչքին է զարնում այդ 3 բառը, սա էլ կանցնի կգնա։ Եվ նա նորից թափվում է, այնպես որ մենք Գագիկ Ծառուկյանին ցանկանանք քաջ առողջություն, իսկ այս կռիսաները, այս գողերը, այս չընտրված քաղաքապետերն ու մյուսները, որոնք որ ժամը 1 հայտարարում են Մուլտիվելսը, հիմա Երևան Վելսը, ցեմենտի գործարանը, տաքսիստ Գևորին է, այս մարզասրահը չընտրված Երևանցի ընտրողների 9% ձայները հավաքած Ավինյանն է հայտարարում, որ սա էլ իմն է, բա այդ չրի բոստանները ում են մնալու, այդ կանեփի դաշտերը ում են մնալու, պարոն Ավինյան, Նորք Մարաշի Սևանի առանձնատներն ու բիտկոինները ում են մնալու, ընդհանրապես այդ ամբողջը աշխարհին է մնում, ոչ մեկին չի մնում, բոլորը ձեռքները բաց գնում են այս աշխարհից, բայց այնպես ապրեք, այնպես արեք, այնպես ձեր գործունեությունը ծավալեք, որ ձեր շիրիմները Մելիք Շահնազարի ճակատագրին չարժանանան, իսկ ձեզ մոտ կարծես թե հերթ է նրա կողքը տեղ վերցնելու համար, բայց տեղ կա, ասեմ, տեղ կա եւ քիչ չի, գուցե եւ կբավականացնի, դուք կորցրել եք ձեր մարդկային դիմանկարը, դուք կորցրել եք ձեր մարդկային դեմքը, դուք կորցրել եք խիղճը, մենք հասկանում ենք, մենք գիտենք, որ կառավարվում եք քոչվոր գլոբալիստների կողմից, կառավարվում եք համաշխարհային կառավարության կողմից, որտեղ չկա ավանդույթներ, որտեղ չկան սրբություններ, որտեղ չկան ընտանիքներ, որտեղ չկա խիղճ, բայց ձեր ճակատագիրը դուք ինքներդ եք կերտել, այդ որոշումը ինքներդ եք կայացրել եւ այս ամենը կոչվում է փողի համար, փողի դիմաց, դուք վաճառվել եք եւ կարող եք մի քանդակ պատվիրել պաճկաներով շատ դոլարներ, բիտկոիններ կամ փոքրիկ քանդակներ ձեր տներում դրեք եւ փառաբանեք մինչեւ կգա Աստծո առաջ պատասխան տալու ժամանակը եւ շատ ուրախալի է, շատ կարեւոր է, որ դեռ մենք պետական կառավարման դատաիրավական համակարգում շատերը կան, որոնք որ ունեն կարմիր գծեր, չեն անցնում այդ չթույլատրվող սահմաններից անկողմ ոտք դնելու իրենց հնարավորությունը։ Յուրօրինակ վերջերս մենք ամենայն հայոց կաթողիկոսի վեհապարի տիեզերական խայտառակությանը ականատես եղանք 21-րդ դար հասած հայ ազգը, որը այսօր գոյություն ունի բացառապես այդ եկեղեցու կազմակերպչական, այդ եկեղեցու քարոզչության
այդ եկեղեցու անպարտության շնորհիվ ականատես ենք լինում, որ դատարան է կանչվել ամենայն հայոց կաթողիկոսը սրբազան հայրերի հետ միասին Եվ սրան զուգահեռ պարոն Շահինյան, ազգային ժողովում քվականները շարունակում են ամենակեղտոտ բառապաշարով արտահայտվել վեհապարհոր հասցեին, Տարուն Չախոյան, Արուսյակ Ջուլհակյան, այսօր Ջուլհակյանը էլի Ավազանի անունով դիմեց վեհապար հայրապետին, ընդդիմադիրները օրինակ այդ պահին Սեղանին ուղղակի հարվածում են լրացնելու, խնդրեմ դուք ինչ առաջարկ ունեք նաև այս մասով։ իրենք կորցված մարդիկ են։ Իրենք ինչ որ ասում են մեր վեհապարի, մեր հավատքի, մեր եկեղեցու այդ ամենը վերադառնալու է իրենց։ Հասել են падգամավորի մանդատ են ձեռք բերել, բայց չեն հասկանում, որ յուրաքանչյուր բառ ունի բումերանգի էֆեկտ եւ վերադառնալու է իրենց։ Կորցված մարդիկ են, որոնք որ ծախվել են, վաճառվել են, պարգևավճարների վրա նստած։ Մի կյանք ենք ապրում, գողանանք, թալանենք, ինչ հայրենիք, ինչ ծնող, մենք լավ լինենք, փողը տեղը լինի, միտեղ ոնց լինի կգնանք մեր գոյությունը քաշ կտանք, ինչ էլ ուզում են մեր մասին խոսեն, թող խոսեն։ Սա էլ կա։ Կա, բայց մեզ մոտ ինչու են շատ, որովհետև գրեթե 30 տարվա պատմություն ունեն այս գրանտների հաշվին իրենց գոյությունը քաշտվող եւ պահող կազմակերպությունները, անհատները։ Ցավոք, որ նրանք 90-ականներից, 96-7 թվականներից արդեն բացահասարակություններ հիմնադրամը իր գործունեությունը սկսեց եւ նրանից հետո նաև ուրիշ շատ այլ կազմակերպություններ, տարբեր իրավունքների անվան տակ, Transparency International, ամերիկյան ինչ-որ կազմակերպություններ այդ ժամանակ շատ ինտենսիվ գործում էին, բայց նրանք այսօր շատ ուժեղ ներկայացված են մեր երկրում, իրենց դեսպանատների միջոցով։ Այս դեսպանատներն են, որ ամերիկյան, բրիտանական, Եվրոմիության ընդհանրապես անելիք չունեն։ Մեզ հետ ընդհանրապես նրանք որևէ գործունեություն այստեղ պետք է ունենային մի փոքրիկ հյուպատոսական բաժիններ, բայց իրենք այստեղ են որպեսի Ռուսաստանի հարավից, Անդրկովկասից կարողանան մեզ, որ ոտի տակ կգնանք կոչնչանանք, թկած ունեն, ինչպես եւ ունեցել են, ոչ իրենց նավերը կբարձրանան մեր լեռները, ոչ էլ իրենք որևէ անելիք ունեն։ Ինչ են արել, կարող եք ասել, ինչ են արել, ինչ պատերազմը կանխեցին, Արցախը մնաց, գերիները վերադարձան, Հայաստանի տնտեսությունը քանդ ու քարապեղավ, ուղղակի շատ երկար ու ձիգ տարիներ է հարկավոր, որ մենք գոնե 25 թվականի մակարդակին ետ վերադառնանք։ Իսկ դու կարծում եք, որ իրենք դրա համար մեղքի զգացում են գոնե ունենալու։ Բացարձակ։ Վրաստանի վարչապետը ասաց, մեզ ասում են կռվեք Ռուսաստանի հետ, ասում ենք, բա հետո մեր հետ ինչ կլինի, ասում են, դա ինչ կարևոր է ձեզ հետ ինչ կլինի։
Էսուր եք ընկել, էսուր եք գնում, այդ ձեզ կանչողա եղել կամ սպասող կա, մի աֆերիստկայի խելքին ընկել են իր արբանյակներով, այդ օծ խուզող Ուրսուլա ֆոն դեր Լայն և առանց ամանչելու, առանց գետինը մտնելու այս կնոջ ոտքերը լպստելով, փալաս դառնալով նրա ոտքերի առաջ, վերեցին մեր ամբողջ տնտեսության հերը անիծեցին։ Բայց Մեդվեդևը զգուշացրել է, որ շուտով ինչ է սպասվում Հայաստանին, խնդրեմ նաև այս զգուշացմանը անդրադառնաք։ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի Դաշնության ամենակարկառուն գլխավոր պետական քաղաքական գործիչներից մեկն է։ Նա մոլեկուլային ճշգրտությամբ նկարագրել է ինչ է լինելու մեզ հետ, քանի որ այդպես եղել է Լիբիայի հետ, այդպես եղավ Իրաքի հետ, այդպես եղավ Եգիպտոսի հետ, այդպես եղավ Սիրիայի հետ, դուք հասկանում եք Սիրիայում իշխանության բերեցին տերորիստ ահաբեկիչի, որը հարյուրավոր մարդկանց է գլխատելու իր ձեռքով, իրեն շահերից է բխում, ուրեմն կբերեն, իրենց չի հետաքրքրում այլ պրոցեսներ, եթե իրեն շահերից է բխում, ինչ ուզում է սարա, ինչը որ եղավ այս պարլամենտական ընտրություններին, գիշերը Նիկոլը հրահանգ ստացավ, որ գնա և հայտարարի, որ դու վարչապետ ես և վերջ, կամ ես եմ վարչապետ, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ, 8 տարի նույն բանն է ասում և հիմա սկսել է կոռուպցիայի դեմ պայքար, 8-րդ տարում, երբ շաբաթ կիրակին հանես, իրեն հաշված օրեր է մնացել այդ աշխատասենյակում գտնվելու, փոխարեն կալանավայրում գտնվելու։ Մենք պետք է շատ սթափ լինենք, սիրելի հայրենակիցներ։ Մենք ունեցել ենք 300 տարի Ռուսաստանի ռուս ժողովրդի հետ բարեկամություն դարավոր, որտեղ երկու ժողովուրդների միջև երբեք բախում չեղավ, մեկս մյուսի արյունը չթափեցինք, այլ եղբայրաբար մենք կանգնեցինք մեկս մյուսի կողքին ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ նացիզմի, հանուն մեր ազգային նկարագրի, մեր արժանապատվության, մեր հավատքի փրկության և այս արհեստական ապուշությունների խելքին ընկնել բացարձակ կարիք չկա։ Տեսեք, ԵԱՏՄ կառավարության ղեկավարների վերջին նիստի ժամանակ Իսիկուլ լճի հարևանությամբ գտնվող Չոլպո Աթա քաղաքում, որտեղ իդեպ մենք Մետաքսի այդ ճանապարհի դարեր առաջ այդ առևտրային ժամանակահատվածում շատ մեծ ներկայացվածություն ենք ունեցել և Իսիկուլ լճում ունենք Սևանից տարված այնտեղ իշխան ձուկը, որը մինչև 17 կիլոգրամ քաշ է հավաքում։ Այո, դա Իսիկուլում է, Կրգիզստանում է։ Նիկոլ Փաշինյանը գնացել էր այնտեղ այն հույսով, որ գուցե ինչ-որ մի նամյոկ կանեն, այդ ԵԱՏՄ-ն կա, թե չկա վերջը։ Այս մարդը, որը խնդիր ունի բյուջեի կատարողականի հետ կապված, կենսաթոշակները վճարելու հետ կապված, այն խղճուկ գումարները, որ տալիս են մեր քաղաքացիներին, իրենց տարական գոյությունը պահելու, պաշտպանելու հետ կապված, մենք չխոսենք երբեք բարեկեցությունից, չխոսենք երբեք երջանկությունից, չխոսենք երբեք երիտասարդները, որ ընտանիքներ պետք է կազմեն, պետությունը պետք է հնարավորություն տա նրանց բնակարաններով ապահովելու, աշխատատեղերով ապահովելու, չէ, գոյությունը քաշ տալու։ Եվ այս
այս սենյակից ես արձակուրդի ժամանակ, երբ Փաշինյանը արձակուրդ էր վերցրել եւ գնացել էր Մելիք Շահնազարի հետ շփվելու, նա գնացել էր հարցնել փող որտեղից ճարեմ, փող, որ կարողանամ 500,000 կենսաթոշակ ստացողների գումար տամ։ Վարկ արդեն գրեթե չեն տալիս, գրեթե այդ կարմիր գծերը արդեն հատված են, լույսը վառվում է, դրան էլ գումարած վարկ պետք է սպասարկի, եթե չեմ սխալվում, այս տարվա կտրվածքով 5-ից 600 միլիոն դոլար։ Եվ այս տրամադրությամբ որոշեց գնալ Չոլպո Աթա քաղաք, մասնակցելու ԵԱՏՄ կառավարության ղեկավարների նիստին, գուցե մի նամյոկ անեին, որ ԵԱՏՄ-ն կա, թե չէ։ Եվ այնտեղ ինքը նամյոկ ոնց որ թե ստացել է, որ կա ԵԱՏՄ-ն։ Այդպիսի տեղեկություն ունենք, որ ինչ որ մի կես քայլ առաջ են գնացել Ռուսաստանի հետ շփումների եւ այդ դիալոգը զարգացնելու, խորացնելու առումով։ Իդեպ այս ամենից հետո դեռ շատ երկար տարիներ մեզանից պահանջվելու է, եթե մենք կարողանանք այն շուկաները, որտեղ մեր տնտեսվարողների կողմից զբաղեցված էր, նորից ետ վերադառնալ եւ այդ սառնարաններում, խանութներում, պահեստներում, դարակներում հայտնվեն նորից հայկական արտադրության գյուղմթերքներ, պարենային ապրանքներ, քաղցրահամ լիմոնադներ, հանքային ջրեր, գինի, կոնյակ։ Ինտենսիվ կերպով այդ տեղերը զբաղեցվում են վրացական, ադրբեջանական, միջինասիական ապրանքներով։ Եվ ամենամեծ ցանկության դեպքում գործընկերներին դժվար է լինելու մինչև նորից կարողանան շուկա բացել։ Սա ուղղակի պետք է Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական որոշում լինի փրկելու Հայաստանի տնտեսությունը, ինչի վրա նստած է մեր ամբողջ պետական բյուջեն։ Բայց իրենք դզված են, պատրաստ են ցանկացած պահի փախուստի, իսկ թե ժողովրդի հետ ինչ կլինի, այդ արդեն յուրաքանչյուրը թող ինքը մտածի, թե իր տուն տեղի հետ ինչ է լինելու։ Բանկերը կգան եւ տեր կկանգնեն, որովհետեւ գրեթե չկա այնպիսի տնտեսություն, որը բանկային ֆինանսավորում չունենա, տնտեսվարողը քանդուքարապ կլինի, իսկ բանկը կդառնա 100%-անոց սեփականատեր։ Այնտեղ ինքը մի մեղադրանք առաջադրեց Բելոռուսի նախագահին, որ ես գնացի այդ քայլին, այսինքն Եվրոմիություն։ Ինքը չի գնացել, իրանից առաջել են գնացել, այտենց գնում ենք, հերթի մեջ ենք, Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից, Սերբիայից, հերթի մեջ ենք։ 30-ից 50 տարի հետո կարող է եւ հերթը ինչ որ մի քիչ առաջ գնա։ Նա ասում է, որ Լուկաշենկոն պրովոկացիա արեց, ես էլ ուզում եի ցույց տալ, որ այնպես չի, որ մենք ոչ մեկին պետք չենք, հարթակներ կան, որտեղ մենք մեզ սպասում են, մեզ լավ են վերաբերվում, բայց մարդը շատ պարզ ճշմարտություն է ասել, դա ազգին չի ասել, ասել է Հայաստանի հետ, ով ինչ ունի այսօր, բացի որ թշնամական հարթակ Ռուսաստանի դեմ պատերազմող երկիր վերածելուց, ուրիշ որևէ հարաբերություն քաղաքական, տնտեսական հարաբերություն ստեղծի Հայաստանի հետ, բայց ի՞նչն է սխալ, այդ նույնը Բելոռուսի հետ։ Բելոռուսը ինքը պետք է աշխարհին այնքան, որ նա կարողանա, եթե նրան կարողանան տրամադրել, նա պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի դեմ, եթե ոչ, ում է պետք Բելոռուսը։ Միջին Ասիան ում է պետք, եթե նա չի պատերազմում Ռուսաստանի հետ։
Եվ երկար ինչ որ պատմություններ էր պատմում, դե մենք քանի որ այդ հարցը օրակարգում չէ, դա տրամաբանական չէ, լոգիկայից դուրս է, որ մենք հանրաքվե անենք, նախ պետք է հանրաքվե անել, հետո դիմել իրենք ուզում են մենք գնանք, թե չենք ուզում, հետո իրենք պետք է մեզ պատասխանեն, հետո այդ պատասխաններ պետք է դնենք հանրաքվեի եւ այդ պատասխանից հետո դեռ հլը պետք է որոշում կայացնենք, տեսնենք հանրաքվեն ոնց կանցնի։ Սա մի այնպեսի ֆանտաստիկ իրավիճակ, իրոք ֆանտաստիկ էր, որ կարելի է Սուզանավը լեռներում կինո նկարահանել, այն ինչ որ Փաշինյանը փորձում էր այնտեղ վարչապետերի հետ նկարագրել, թե դպրոցի ճամփան Եվրոմիություն գնալու քարոտ է եւ փշոտ է։ Բայց ինչ որ մի բան նա նամյոկ չի ստացել, նամյոկ է արել։ Նամյոկ ստանալու փոխարեն նամյոկ է արել, որ դե դուք խառն եք, ես էլ սենց պետք է ինձ դրսևորեմ, որ կարողանամ Եվրոպաներից մի բան քերեմ, բերեմ, ստեղ կարողանամ աշխատավարձ տալ, թոշակ տալ, դե պարգևավճարները նոր էս մինչև տարեվերջ, օգոստոսից մինչև տարեվերջ եւս 13 միլիոն դոլար պետք է ստանան, անկեղծ ասած, բայց ինչ են անում, ինչի համար են ստանում այդ պարգևավճարը, դա հասկանալի չէ։ Ինչի համար, ինչի դիմաց։ Շնորհակալ եմ։